Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ավելի քան 4000 տոննա ռուսական հացահատիկով եւ շուրջ 7600 տոննա ադրբեջանական նավթամթերքով են բեռնված վագոնները, որ Բաքվից Երևան ուղղություն են վերցրել։ Դարձյալ այս ապրանքատեսակներն են ճանապարհին մասնագետների գնահատման պարերևույթ տնտեսական, իրականում քաղաքական գործարքի շրջանակում։ 7600 տոննա էներգակրից 6100-ը բենզին է, մյուս մասը դիզել։ Մինչև տեղ կհասնեն այս տարվա առաջին շաբաթվա ամփոփ տվյալներով Ադրբեջանի երկաթուղով Հայաստան միայն ռուսական հացահատիկ են բերել 8485 տոննա։ Հակառակ ուղղությամբ, այսինքն Հայաստանից Ադրբեջան գնացքներն այդպես էլ ոչ մի բան չեն տարել։ Ադրբեջանի նպատակը խնդիր չունի Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը վերականգնելու։ Չի բացառվում իհարկե հետագայում մոտակա ամիսների կարող է 1-2 ապրանքատեսակ թույլ տան, որպեսզի վաճառվի Ադրբեջանում, զուտ ցույց տալու համար, որ արդեն խաղաղությունն է, վերականգնվել է առևտրաշրջանառությունը եւ այլն։ Դա չի բացառվում։ Բայց Ադրբեջանը բնավ նպատակ չունի Հայաստանի տեսփայի դրության միջոց ապրանքները արտանելու։ Հայաստանն է կախված Ադրբեջանի ներկայվող ապրանքներից, Ադրբեջանը այդպես ներկայվող ապրանքներից կախված չէ։ Այս այն մտցում հայաստարակության գիտակցության մեջ անողակի։ Իսկ թեկուզ քաղաքական ակցիայի շրջանակում ինչ կարող է Հայաստանը արտահանել ադրբեջանական շուկա, եթե նախորդ տարեվերջին վարչապետը օրինակ այն համոզմունքն ուներ, որ Երևանից բեռուբարձով գնացքները Բաքու հետ չեն դառնում, որովհետև 30 տարի միայն բեռնատար ավտոմեքենայի ծավալով էր մեր տնտեսությունն իր պլանավորումն արել, ապա այժմ տեղեկանում ենք Հայաստանն ու Ադրբեջանը պոտենցիալ ապրանքների ցուցակներ են իրար փոխանցել, թե օրինակ Հայաստանը ինչ կարող է գնել Ադրբեջանից եւ վերջինիս ինչ վաճառել ու ճիշտ հակառակը։ Պրոցես գնում է, երբ որ նորություններ կլինեն, կիմանանք։ Այսինքն կա քննարկում։ Ես գիտեմ, որ նախնական ապրանքախմբերի ցանկեր են փոխանակվել, դեռևս ուսումնասիրության պրոցես է գնում։ Այլումին, ալյումինի փայլատիթեղ, ֆերոմոլիբդեն, տեքստիլ արտադրանքներ, կենդանիներ, միրգ բանջարեղեն, որոշ խմիչքներ։ Սրանք այն ապրանքներն են, որոնք տեղ են գտել Հայաստանից Ադրբեջան ուղարկված ցուցակում։ Սրանք կարող ենք արտահանել, փակագծերն է էկոնոմիկայի նախարարը բացում։ Այսինքն ցանկ կա, հետազոտություն կա, աշխատանք կա, որը ցույց է տալիս, որ այդ ապրանքները մենք արտահանում ենք եւ Ադրբեջանը ներմուծում է։ Եվ հիմա այդ քննարկումների մեջ ենք։ Միևնույն ժամանակ, սակայն փորձագիտական համայնքում այնքան էլ լավատեսական չեն կանխատեսումները։ Տնտեսագետն ասում է, իդեալական ապրանք արտահանենք, մի խնդիր հաստատ կկարողանան մոգոնել։ Ինչ պտուղներ ենք առաջարկելու, միրգ ենք առաջարկելու։ Ադրբեջանում այն պտուղը, որ Հայաստանում չի աճեցվում, աճեցած մասին չեմ խոսում, դա բազմակի անգամ թանկ է, որ Թուրքիայից ներգրվում է Հայաստան, Հայաստանը վաճառվում է, չէ՞, եւ վերաարտահանման միջոցով ընդհանրեն գնում է Ռուսաստան կամ Հյուսիսային երկրներից մեկը, նա Ադրբեջանի նույն առաջարկած մոդելից, նույն ապրանքի, նույն գնից առնվազն 150-200% տարբերությամբ Ադրբեջան ավելի էժան է։ Ինչ վերաբերում է մեր ներկրած ադրբեջանական բենզինին, էկոնոմիկայի պատասխանատու պաշտոնյան ակնկալիք ունի նախորդ ամսվա գների համեմատ 1 լիտր բենզինն ու դիզելը կշարունակվեն մինչև 80 դրամ էժան լինել։ Տեղեկացնում է նաև նույն զարգացումներով պայմանավորված նավթամթերք վաճառող մյուս ընկերությունները, այսինքն նրանք, որոնք ադրբեջանական վառելիք չէին ներկրել, գները սակարկելու ուղղությամբ եւս աշխատում են։ Խաղաղությունը հաստատված է Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման դրական տենդենց կա։ Օր ու գիշեր այսպիսի հայտարարություններ կարելի է լսել իշխանության ներկայացուցիչներից։ Խաղաղություն կլինի, եթե այդ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, առաջին, եւ երկրորդ տեսնենք, թե արդյոք այդ համաձայնագրի կետերի կատարելուց հետո Հայաստանը կարողանալու է լինել լիարժեք, ինքնիշխան եւ գործունակ պետություն։ Որքան Հայաստանը փորձում է հաճոյանալ թուրք-ադրբեջանական տանդեմին, այնքան թրքախոսք եղբայրական երկրները նախապայմանների լեզվով են խոսում Հայաստանի հետ, մեղադրանքներ հնչեցնում, դիվանագիտական գործընթացներում պատին դեմ են տալիս Հայաստանի իշխանություններին։ Մենք տեսնում ենք, որ Կովկասում խաղաղության աջակցող ԱՄՆ-ն կարևորություն է տալիս Ադրբեջանին եւ ճնշում է գործադրում Հայաստանի վրա խաղաղություն կնքելու համար։ Եվ Հայաստանը իմ տպավորությամբ դեռևս փորձում է դիմադրել, բայց հենց դա նկատի ունեն, երբ ասում են, որ ճնշումներ են իրականացում հայկական կողմի վրա։ Թուրքիան խաղաղության ձախողման հարցում բացահայտ մեղադրում է Հայաստանին, չնայած որ վերլուծաբանները համարում են, որ հենց Թուրքիան ու Ադրբեջանն են ձգձգում, փորձում տապալել խաղաղության գործընթացը։
Թուրքիան ինքը սահմանը տեսեք, չնայած որ այդքան խոստումներին հələ չի բացել անգամ երրորդ երկրների քաղաքացիների համար։ Ընդհանրապես Անկարայի ընդհանուր ռազմավարությունն է չստորագրվի խաղաղության պայմանագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Հակառակ դեպքում Թուրքիան կթուլացնի իր դերը Ադրբեջանում ու տարածաշրջանում։ Անկարայի համար ձեռնտու է, որ Հարավային Կովկասում առայժմ լինի կայուն վիճակ, բայց չլինի վերջնական խաղաղություն։ Ընդհանրապես Միացյալ Նահանգներին հետաքրքիր չէ կհաստատվի խաղաղություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև թե ոչ եւ ինչպես կգծվեն սահմանները երկու պետությունների միջև։ Ըստ վերլուծաբանների Ամերիկայի նպատակն այն է, որ տարածաշրջանում ներկայություն չունենան Ռուսաստանն ու Իրանը։ Քանի դեռ Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է, այսինքն Հայաստանի սահմանները ԵԱՏՄ սահմաններն են մաքսային, քանի դեռ այնտեղ կանգնած են ռուս սահմանապահները, Տրամփի ուղին գործարկել հնարավոր չի լինելու։ Վերլուծաբանների դիտարկմամբ Հականի հայտարարություններից ակնհայտ է դառնում, որ Թուրքիան տարածաշրջանում Կովկասում խնդիրների կարգավորման հեղինակային իրավունքը վերապահել է Ամերիկային, մի երկրի, որն ըստ վերլուծաբանների նաև Իրանից եկող մեսիջների իր մեղքի բաժինն ունի Հայաստանի հարևան երկրում իրավիճակի ապակայունացման, հասարակության եւ կառավարական ուժերի միջև բախումների ստեղծման հարցում։ Իսկ Իրանում իրավիճակը ժամ առ ժամ ավելի է լարվում։ Իրանյան տելեգրամյան ալիքները հայտնում են, որ երկիրը օդային տարածքը տեղափոխում է բարձր պատրաստվածության ռեժիմի։ Արտաքին ճնշումների, Ամերիկայի Միացյալ Նահանգներից հնչող սպառնալիքների եւ երկրի ներսում իրավիճակն ապակայունացնելու փորձերի ֆոնին Իրանը սկսել է պաշտպանության ենթակառուցվածքների փուլային նախապատրաստումը։ I've made the statement very strongly that if they start killing people. Ես շատ հստակ ասել եմ, որ եթե նրանք սկսեն մարդկանց սպանել այնպես ինչպես արել են անցյալում, մենք կմիջամտենք։ Մենք նրանց ուժեղ կհարվածենք այնտեղ, որտեղ դա ցավոտ կլինի։ Դա չի նշանակում զորքեր ուղարկել, բայց դա նշանակում է շատ ուժեղ հարվածել այնտեղ, որտեղ դա ցավոտ կլինի։ Ես ասում եմ Իրանի առաջնորդներին, ավելի լավ է չսկսեք կրակել, որովհետև մենք էլ կսկսենք կրակել։ Freedom and peace. Reuters-ը հայտնում է, որ Ամերիկայում բնակվող Իրանի տապալված շահի որդին Ռեզա Փահլևին իրանցիներին կոչ է արել անցնել ավելի նպատակաուղղված բողոքի գործողությունների, գրավել եւ վերահսկողության տակ պահել քաղաքային կենտրոնները։ Փահլևին օգնության համար դիմել է Թրամփին։ امنیتی ایران است. Ես ձեզանից օգնություն եմ խնդրում։ Դուք ապացուցել եք, եւ ես գիտեմ, որ դուք խաղաղության եւ խոսքի մարդ եք։ Խնդրում եմ պատրաստ եղեք միջամտել Իրանի ժողովրդին օգնելու համար։ Կա հստակ քաղաքական պահանջ նախկին շահի որդուն վերադարձնել Իրան, որպես Իրանի շահ վերականգնել միապետությունը։ Բայց ես ունեմ վստահություն, որ Իրանում միապետության վերականգնման գաղափարը կիսում են չափազանց քիչ թվով իրանցիներ։ Իրանում տեղի ունեցող զարգացումների համար հնարավոր երկու սցենարներ կան վերլուծաբանների դիտարկմամբ։ Իրանը հնարավոր է բարեփոխվի, դառնա աշխարհիկ պետություն, ավելի արևմտամետ, որը ավելի լավ սցենարն է Հայաստանի համար եւս ձեռնտու։ Իսկ առավել վատ սցենարն այն է, որ խնդիրը հնարավոր է լուծվի ռազմական ճանապարհով եւ հավանական է, որ Իրանը իր տարածքային ամբողջականությունը չպահպանի եւ մասնատվի։ Սա Հայաստանի համար ամենավատ տարբերակներից մեկը կլինի եւ տարածաշրջանում կխորանա տևական քաոսը։ Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ամփոփեց 2025-ը եւ խոսեց 2026-ի անելիքների մասին։ Անցնող տարվա գլխավոր ծրագրերից Սինանյանը առանձնացրեց օգոստոսի առաջին օրերին անցկացված երիտասարդական համաժողովը, որին մասնակցել է շուրջ 800 հոգի, Սփյուռքից 600 եւ Հայաստանից 200 երիտասարդներ։ 2025-ը նշանավորվել է նաև հանձնակատարների ինստիտուտի կայացմամբ։ Այս պահին գործունեություն է ծավալում 19 հանձնակատար։ Վերջինս նշանակվեց դեկտեմբերին Ռիո դե Ժանեյրոյում մեր հայրենակիցներից մեկը նշանակվեց Սփյուռքի հանձնակատար, որով մենք Բրազիլիայում եւս կարողացանք ընդլայնել մեր հնարավորությունները եւ տեղում ձեռք բերել կապող օղակ, եւ այս գործընթացը կարծում շատ ավելի ակտիվորեն կշարունակվի արդեն այս տարի։ Նախորդ տարի շարունակվել են պետական կառավարման համակարգերում Սփյուռքի մասնագետների ներգրավման, ի գործ Սփյուռքի երիտասարդ դեսպանների Քայլ դեպի տուն ծրագրերը։ Քայլ դեպի տուն ծրագիրը շարունակում է մինել ամենապահանջվածը, կրկին զուտ թվերով եթե դատենք, որովհետև անցյալ տարի մենք 600 երեխայի անչափահասի ընդունեցինք ամառային ճամբարի համար, բայց շատ ավելի մեծ թվով անչափահասների ստիպված էինք մերժել, որովհետև զուտ հնարավորությունները չունենք, ֆինանսավորումը չունենք։
Սփյուռքում բնակվող ծնողները հասկանում են, որ նման ծրագրերի ամառային ճամբարների միջոցով նրանք իրենց երեխաներին ավելի ամուր կերպով են կապում Հայաստանի հետ։ Սինանյանը նշեց, որ մեծածավալ աշխատանքներ են իրականացվում նաև Սփյուռքի բնակիչների հետ, ներկայացնելով մեր երկրում կատարվող քաղաքական զարգացումները։ Մենք փորձում ենք մեր հայրենակիցներին բարձաբանել, բացատրել, թե ինչ է տեղ ունենում Հայաստանում, ինչ զարգացումներ են տեղ ունենում, ինչ է իրական Հայաստանի կոնցեպտը, օրինակ, ինչու երկրում հսկայական դժգոհություն կա հայրաքելական եկեղեցու վերնախավի հայտնի անձանց հետ կապված։ Անդրադառնալով Սիրիայում եւ Իրանում տեղի ունեցող բողոքի լայնածավալ ցույցերին եւ բռնություններին, Սինանյանը նշեց, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Սիրիայի հետ մշտական կապի մեջ է, իսկ Իրանի հայ համայնքի հետ ուրբաթ օրվանից կապ հաստատել դեռ չի հաջողվել։ Հիշեցնելով 2023 թվականի Համաս-Իսրայել բախումները, Սինանյանը նշեց, որ ռազմական գործողությունների առաջին տասնօրյակում գրասենյակի ջանքերով իրականացվել է բնակչության տարհանում եւ այժմ եւս կապի հաստատման դեպքում հարցը կքննարկվի կառավարության հետ անհրաժեշտ ձեռնարկելու նպատակով։ Խոսելով 2025 թվականի հայրենադարձության տվյալների մասին, Զարե Սինանյանը ասաց, վիճակագրությունը էական փոփոխություններ չի կրել։ Ամենաշատ հայրենադարձները Ռուսաստանի Դաշնությունից են, այդ անփոփոխ է։ Երկրորդ ամենամեծ թիվը դա Միջին Արևելքի մեր հայրենակիցներն են, Սիրիա, Լիբանան, Իրան, եւ մյուս խումբն էլ արդեն բոլորին է ներգրավում, լինի Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Արգենտինա, Ավստրալիա եւ այլն։ Անդրադառնալով Իսրայելի հայ համայնքում առկա խնդիրներին, Զարե Սինանյանը շեշտեց, որ մեր երկրի պատմական ներկայության պահպանումը խիստ կարևոր է։ Այս թեմայով քննարկումներ է ունեցել պատրիարքի հետ եւ առաջարկել Հայաստանի աջակցությունը։ Չայնցավան քաղաքն լրիվ սառուց Չարենցավանը Սարցե քաղաք է հիշեցնում, առաջյունը իր հետ անհարմարություններ է բերել, քաղաքում չկա մի փողոց, որտեղ ջունը մաքրված կլինի, հետո էլ աղու ավազով մշակված, մայթերին նույնպես բարձի թողի վիճակ է։ Դեև գոնը ճամփեկը մաքրեն, լստեն այ, ոչ մի աշխատանք չեն կատարել, ճանապարհները մերկասառույցից մշակելու աղու ավազ կոնգրեցին, միատ 4 ճանապարհ չես գտնի Չարենցավանում։ Չարենցավանցիները քաղաքապետի ուշադրությունն են հրավիրում, տեղաշարժվել չեն կարողանում, մեծ ուժ է պահանջվում հավասարակշռությունը պահելու ու չսայթակելու համար։ Այդ զգուշ չընկնես այս սառած ճամփ։ Ինչ անեմ այազիշ ջան, հլատես ինչ եղանակը։ Բարև ձեզ, ո՞նց եք։ Ենա կոնե մաքրնել է աղու ավազ լցեն։ Ցավները կդրել այցավը տանել։ Մի հատ մաքուր փողոց չկա Չարենցավանում։ Ան Հրաչյա Քոչարի փողոցն է։ Սա էլ Չարենցավան քաղաքի էլ գլխավոր փողոցներից մեկն է։ Քաղաքապետանից դեպի ոստիկանություն ես գնում։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն է հայտնում, որ անգամ քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող փողոցներն ու մայթերն են բարձի թողի վիճակում։ Ամբողջ Չարենցավան քաղաքում նման պատկեր է։ Աղբամանները լցված են, կատուներն են այդ աղբից սնվում։ Նույն վիճակն է նաև Բջջնի բնակավայրից դեպի Հրազդան մոտ 30 կիլոմետրանոց ճանապարհին։ Մերկասառույց է, իսկ ճանապարհը սպասարկող ընկերությունը ոչինչ չի ձեռնարկել։ Ես էլ ասում ավտոներն են գնացել եկե, որ ճամփ են բացվել։ Ըստ բնակիչների 5-ից 6 կիլոմետր ճանապարհահատված ամբողջությամբ մերկասառույց է։ Ճանապարհը սպասարկող ճանշինը ոչ մի աշխատանքներ չի կատարել ձյունը հեռացնելու, ճանապարհը աղու ավազի խառնուրդով մշակելու համար։ Զայրացած քաղաքացիներն էլ պատմել են, որ 2 անգամ շտապօգնություն են կանչել, մերկասառույցի պատճառով բուժարուի տուն մոտենալ չի կարողացել։ Տաքսի կանչում ես չի գալի այս։ Չի գա։ Ասում եմ 2 օր առաջ է շտապօգնություն չի կարողացել։ Մեքենաները ավիրելով, ջարդելով աշխատում են այս քաղաքում։ Քանի կիլոմետր կլինի որ սենց Ստերից միջև Հրազդան էս վիճակը։ Մեր քանի կիլոմետր է այդի։ Հոմերս 10 կիլոմետրի չափ։ Ու այդքան լրիվ մերկասառույց։ Դες Բժնիի միջև, նույն Բժնիի վիճակը այս սենց է։
Բնակիչները խնդրանքով տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարին ու Կոտայքի մարզպետին են դիմում, որպեսզի պարտավորեցնեն ընկերությանը կարճ ժամանակում մաքրեն ճանապարհը մերկասառույցից։ Իսկ ահա Չայնիի ոլորաններից դեպի Հրազդան տանող ճանապարհին ակտիվ աշխատանքներ են կատարվել։ Կոտայքի ճանշինն է մաքրել ճանապարհը հատուկ տեխնիկաներով, հեռացնելով անգամ եզրերին կուտակված ձյունը, որն ավելի շատ սառույց էր հիշեցնում։ Այս պայն տեսնում եք ամբողջ ճանապարհը անցանելի է, որ ասում չոր ասֆալտ է, անցանելի է, բայց հիմա ճանապարհի եզրերի մերկասառույցը ձյունն են հեռացնում եւ պարեկներն էլ ապահովում են անվտանգությունը ճանշինի, որպեսզի որ ասում որոշ հետաքրքրասեր վարորդներ մեքենաները չկայանեն եւ խցանում տեղի չունենան։ Երևան-Սևան Իջևան ճանապարհն ամբողջությամբ անցանելի է։ Չեմ ուզում գամ գործի։ Արնո Բաբաջանյան 129 բազմաբնակարանային շենքի եւ դրան հարակից հատվածներում տևական ժամանակ է հակասանիտարական վիճակ է։ Դեկտեմբերի 39-ն էր, որ Մալաթիայի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ բաժնի աշխատակիցները եկան ու բացեցին խցանված դիտահորերը, բայց մեկ օր անց ահա նորից այս պատկերն է։ Սա ոչ թե ձյունն է հալը, ժողովուրդ, այլ հենց կեղտա ջուրն է, որ այսպես գնում է, ես մուրա հասնում։ Նույնիսկ հա գլխավոր փողոցի խաղահրապարակ սիրունն է, սիրուն այստեղ զբոսայգի բան է սարքած, բայց ում ապետ որ այդ զբոսայգին ամբողջությամբ կեղտի հոտի մեջ է։ Արդեն 10 օրից ավելի է կեղտաջրերը դուրս են գալիս դիտահորերից, ողողում ամբողջ տարածքը, կաշառոտությունն ամենուր է, մյուս կողմից շենքի հիմքերն են խարխլվում։ Նմեխե շտատին ոնց անցնի, Անցնելու ձև չկա, ասած ճանցեն էս Բացի եթե գարջան, այս շենքի տակը պատվալը սաղ Սա լցվել է, հա։ Որտե ասես զանգել եք, քաղաքապետարան ամեն տեղ։ Բնակիչների կարծիքով խնդիրը հիմնովին կարող է լուծել միայն Վեոլիա ջուրը, հակառակ դեպքում ամեն անգամ մաքրելուց հետո նորից նույն պատկերն է լինում։